2 միլիարդ 327 միլիոն դրամի 27 անշարժ գույք Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին առնչվող այս մեղադրանքը 6 տարի անց ուղարկվել է դատարան։ Երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավականու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները։ 6.5 տարի կենտրոն համայնքը 3 տարի Երևանը ղեկավարած Բեգլարյանը մեղադրվում է լիազորությունները չարաշահելով կենտրոնում գտնվող 2 տասնյակից ավելի անշարժ գույք հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ Հանցավոր սխեմայի թիրախում նաև նախադպրոցական հաստատությունների շենք-շինություններն են եղել։ Դրանցից մեկը Թամանյան 3 հասցեի 140-րդ մանկապարտեզն էր, որն ըստ մեղադրանքի քաղաքապետ աշխատելու տարիներին Բեգլարյանը վերամիավորել է այլ մանկապարտեզի հետ։ Գագիկ Բեգլարյանը 2008 թվականի դեկտեմբերի 25-ին հրավիրել եւ վարել է ավականու արտահերթ նիստ, որի օրակարգում ներառել է Երևան քաղաքի Թամանյան 3 հասցեում գտնվող թիվ 140 մանկապարտեզը վերակազմակերպելու հարցը, որի հիմքում դրել է մանկապարտեզի սանիտարահամաճարակային պայմաններին չհամապատասխանելու, երեխաների ծնողների կողմից մանկապարտեզի դիրքով պայմանավորված մետրոպոլիտենի աշխատանքը երեխաների հանգստին խանգարելու վերաբերյալ բողոքներ ներկայացնելու, մանկապարտեզի նշված ժամանակահատվածում հաճախելիություն նվազելու եւ այլ մտածածին պատճառաբանություններ։ Այնինչ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյայի յուրաքանչյուր խմբակում եղել է 20-ից 25 երեխա, մանկապարտեզ օրինակելի է եղել նորոգված։ Արդյունքում հավաքանու անդամները տեղյակ չլինելով, որ նշված գույքը փաստացի դառնալու է Գագիկ Բեգլարյանին, կայացրել են թիվ 140 մանկապարտեզը վերակազմակերպելու եւ թիվ 40 մանկապարտեզին միացնելու մասին որոշում։ Դրանից հետո ըստ մեղադրանքի Բեգլարյանը դրդել է կենտրոնի այդ ժամանակվա թաղային համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Գյանջումյանին, որպեսզի ավականուն ներկայացնի առաջարկություն մանկապարտեզի տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին։ Այնուհետև Գագիկ Բեգլարյանը անշարժ գույքը փաստացի իրենը դարձնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու նպատակով նախնական համաձայնության է եկել իր անվտանգության աշխատակից Համիկ Մկոյանի, վերջինիս ազգական Տիգրան Ղազարյանի հետ, որպեսզի Տիգրան Ղազարյանը կենտրոն թաղային համայնքում հանդես գա որպես վարձակալությամբ ձեռբերի գույքը, իսկ հետագայում նաև նշված գույքը ուղղակի վաճառքով օտարի իրեն։ Ավականին համաձայնությունը տվել է եւ վարձակալության պայմանագիր կնքել Տիգրան Ղազարյանի հետ։ Այս որոշումից 2 տարի անց Գագիկ Բեգլարյանի որոշմամբ այդ տարածքն ուղղակի վաճառքով օտարվել է Տիգրան Ղազարյանին 10 անգամ ցածր գնով։ Թամանյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական գինը կազմել է 233 միլիոն 470 հազար դրամ, այնինչ Գագիկ Բեգլարյանը նշված անշարժ գույքը Տիգրան Ղազարյանին ձևական առողջարքի պայմանագրով օտարել է անհամեմատ ցածր գնով 23 միլիոն 120 հազար դրամով։ Այնուհետև գույքի անցավոր ծագումը թաքցնելու նպատակով կնքվել են ձևական առողջարքի պայմանագրեր։ Վերջնարդյունքում 2011-ին գույքը գրանցվել է Բեգլարյանի հոր անունով։ Այնուհետև որպես ժառանգություն անցել է Գագիկ Բեգլարյանի որդուն։ Այսինքն գույքը օտարվում է Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձին, փաստացի դառնալով Գագիկ Բեգլարյանին։ Այդ կերպ թաքցվում է գույքի նկատմամբ Գագիկ Բեգլարյանի իրավունքը, ինչպես նաև իրականում նրան պատկանելու հանգամանքը եւ օրինականացվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքը։ Մյուս 26 դրվագներով ըստ էության կոմիտեի պաշտոնյայի խոսքով գործել է նույն մեխանիզմը, ինչի հետևանքով Երևանին սեփականության իրավունքով պատկանող գույքերը մի դեպքում ուղղակի վաճառքի, մյուս դեպքում նվիրատվությամբ ու ձևական աճուրդով կրկին օտարվել է Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձանց, փաստացի դառնալով նախկին պաշտոնյայինը։ Գործով բացի Բեգլարյանից 3 մեղադրյալ կա։ Նրա նախկին թիկնապահ Համիկ Միկոյանը, որը հետախուզվում է, Տիգրան Ղազարյանը եւ կենտրոն համայնքի նախկին ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Գյանջումյանը։ Բեգլարյանի եւ եւս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավն ու բացակայելու արգելքը։ Լուրերի հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետի պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, մեղադրանքը չեն ընդունում մանրամասների մասին կխոսեն դատարանում։ Մեղքը չընդունող Բեգլարյանը նախաքննության փուլում որպես պատճառված վնաս վերականգնել է 210 միլիոն դրամ։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։